Բարև ձեզ, սիրելի բյուրականցիներ ջան։ Ձեր ցավը տանեմ ֆանտաստիկ էներգետիկա ունեք, աննկարագրելի։ Ժողովուրդ ջան, մենք իրականում ունենք կարևոր խնդիր, որ պետք է լուծենք միասին։ Դա հունիսի 7-ին ընտրություններին մասնակցությունն է։ Ինչի համար է հունիսի 7-ի ընտրությունները ամենակարևոր հարցը, որովհետև մենք բոլորս միասին ունենք տագնապի զգացում։ Մենք հասկանում ենք, թե ինչ նոր փորձություն է կանգնած մեր երկրի առջև։ Ու մենք միասին ունենք հնարավորություն դա կանխելու։ Դրա համար ինչ ենք ասում։ Գնա ընտրության, որ դրանք չգան։ Գնա ընտրության, որ դրանք գնան։ Այո։ Ժողովուրդ ջան, մի կարևոր հանգամանքել ենք ասում։ Մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ 5 տարի առաջ ձեզ եկել լավ ապագայի խոստումներ են տվել։ Բայց այդ խոստումը ախր ինչի համար է։ Ընդհանրապես մարդ ինչի է խոստում տալիս, որ կատարի, չէ։ Ոչ թե որ գա ու ստի, ոչ թե որ լավ բան խոստանա անի հակառակը։ Մենք դա ենք տեսել այս 5 տարիների ընթացքում, դուք դա եք տեսել այս 5 տարիների ընթացքում, մեր հայրենակիցները դա են տեսել այս 5 տարիների ընթացքում, դրա համար մենք ինչ ենք ասում, մենք ոչ թե զուտ խոստում ենք տալիս, մենք դրա երաշխավորին էլ ենք ընդգծում, դա Սամվել Կարապետյանն է, Սամվել վարչապետ, որ Սամվել Կարապետյանը երաշխավորում է 300,000 նոր աշխատատեղ։ Սամվել Կարապետյանը երաշխավորում է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող հայրենակից չենք ունենալու։ Մենք օգնելու ենք մեր հայրենակիցներին։ Լավ ինչն է ընդհանրապես իշխանության ամենակարևոր պարտականությունը։ Ծառայել է իր հայրենակիցներին, օգնել է իր հայրենակիցներին, ձեռք մեկնել է իր հայրենակիցներին, իսկ այսօր ինչ ենք տեսնում, պետական բյուջեն վերածվել է պարգևավճարների կայանման կենտրոնի, տենց չի կարա լինի, պետական բյուջեի նկատմամբ ընկալումը պետք է փոխվի, ինչպես հայտարարվել է ուժեղ Հայաստան դաշինքի կողմից, այլևս ժամանակն է, որ ոչ թե բյուջեն դատարկեն լցնեն սեփական գրպանները, այլ սեփական գրպանները դատարկեն հանուն հայրենիքի բարեկեցության։ Այո։ Ժողովուրդ ջան, սիրելի հայրենակիցներ, եկեք մի հատ հետարքիր բան միասին անենք։ Մենք ասենք փոփոխությունները, դուք ասեք գալիս են։ Փորձենք իրար հետ։ Փոփոխությունները, 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 այո, ժողովուրդ ջան, դրա համար հունիսի 7-ին քվեաթերթիկ համար 3, որը խորհրդանշելու է փոփոխությունները, խորհրդանշելու է մեր հայրենակիցների բարեկեցությունը, իրավունքի գերակայությունը, մարդասիրությունը եւ ուժեղ Հայաստանը, դրա համար, փոփոխությունների համար, ձեր ցավը տանեմ Աստված պահապան, ժողովուրդ ջան։